Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հենց հիմա Հայաստանի Հանրապետության բանտերում սրբազան եպիսկոպոսներ են, սրբազան հայրեր են, արքեպիսկոպոսներ են, որոնք որ մեր ձեր բոլորի ամոթն ու խարանն է, որ այդ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը իր խոսքի համար հիմա ԱԱԾ մեկուսարանում է։ Մյուս սրբազանի ձայնագրությունները, ամբողջ գործը մոնտաժված է, կեղծված է, դրա ապացույցները կան։ Սրբազանին մեղսագրվում են արարքներ, որը այդ մարդը չի կատարել։ Այդ մոնտաժված ձայնագրությունները, որ կա, ներգործություն ա եղել դրա վրա, բառեր են ավելացվել, որոշակի այո, վստահ պնդում եմ, կոնտեքստից բառեր են հանվել, եւ դրա համար մենք ուղիղ հարց ենք ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին եւ հիմա էլ մենք կանչել ենք գլխավոր դատախազին, որպեսզի գա լսումների եւ բոլոր մեր այն փաստարկները, որ կար, այդ փաստարկները լսեր եւ եթե ուներ իր կարծիքը, եթե ուներ այլ կարծիք եւ համաձայն չէր դրա հետ, սա ամենալավ հարթակն էր, որ իրավապահ համակարգը գար, մասնակցեր եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տար, բայց կներեք, մինչև հիմա, կրկնում եմ, այդ մարդիկ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, գտնվում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում, ես չունեմ այդ թույլատվությունը իրենցից ասելու թե ինչ առողջական լրջագույն խնդիրներ ունեն, պատվով են տանում այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է ընկնեն Արմեն Գրիգորյանի օրը։ Պարոն Դանիելյան, դուք համառասնական ներկայացուցիչ Դուք 4 հատ հարց տվեցիք։ 4 հարց տվեք։ Քանի հատ հարց տվեցիք։ Ես վերջացնեմ, խոստանում եմ ձեզ հարց տամ։ Ես խոստանում եմ հարցը վերջացնելուց հետո ձեզ պատասխան խնդիր չկա։